Քեմբրիջի միջազգային դպրոցը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնը և Գեղարքունիքի մարզի 9 դպրոց ամփոփում են համատեղ իրականացված Rivers կենսական նշանակություն ունեցող էկոհամակարգերի վրա ազդեցությունների գնահատում, ջրի պատասխանատու կառավարման միջոցով գիտական կամավորության ծրագիրը։ Մայիսից մինչև նոյեմբեր յուրաքանչյուր շաբաթ դպրոցականները ուսուցիչների աջակցությամբ իրենց բնակավայրով հոսող և սևանալիչ թափվող գետերի և վտակների ջրի որակի չափումներ են կատարել, որոշել դրանց քիմիական ու ֆիզիկական վիճակները։ Rivers ծրագրի համոզմունքն է, գիտությունը չի սահմանափակվում լաբորատորիաներում կամ միայն գիտահետազոտողներով, այն ծաղկում է մարդկանց ձեռքերում, աշակերտների, ուսուցիչների, համայնքի անդամների։ Աշակերտների կատարած աշխատանքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գիտությունը ուժ է, այն հնարավորություն է տալիս ցանկացած տարիքի մարդուն ներդրում ունենալու տվյալների հավաքագրման, իրական խնդիրների լուծման և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության ստանձնման գործում։ Գեղարքունիքի մարզի դպրոցների աշակերտները որոշել են ջրի քիմիական միջավայրը, գույնի, հոտի, թափոնների առկայությունը, սննդանյութերի մակարդակը, հոսքի արագությունն ու էլեկտրահաղորդականությունը։ Այս հետազոտությունների արդյունքները վերլուծել են Քեմբրիջի միջազգային դպրոցի աշակերտները։ Հետաքրքիր տվյալներ կային, օրինակ, ինչպես նշեցի, ֆոսֆատի մակարդակը, որը սննդանյութերից մեկն է հանդիսանում, շատ բարձր մակարդակի վրա էր գտնվում, ինչը ջուրը աղտոտում է, գույնի փոփոխություն է տեղի ունենում։ Կարողացա հասկանալ, թե ինչպես չաղտոտել գետը և ինչպես պահպանել նրա ջրի մաքրությունը։ Դպրոցականների հետազոտությունները իհարկե չեն կարող փոխարինել մասնագիտացված կառույցների և գիտական կենտրոնների մշտադիտարկումներին, սակայն կարող են օժանդակել չափումների արդյունավետության մեծացմանը։ Հույսով եմ, որ երբ իրենց հետաքրքրությունը այսպես ավելի բարձրանա, հետագայում իրենք կդառնան հետազոտողներ։ Իրենք նաև կդառնան ավելի ակտիվ քաղաքացիներ, կպահանջեն այս շրջակա միջավայրի բնապահպանությունը եւ նաև այսպես ասենք ռազմավարության մեջ ավելի ակտիվ ձևով իրենք բաժին կդառնան։ Ծրագրում կարևորվել է երեխաների մասնակցությունն ու ներգրավվածությունը, որովհետև դա բարձրացնում է նրանց պատասխանատվությունը շրջակա միջավայրի եւ ընդհանրապես գետի, Սևանալեջի պահպանման համար։ Երեխաների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն մենք արդենից նկատում ենք եւ կարծում ենք, որ նրանցից շատերը ապագայում շատ լավ գիտնականներ կդառնան։ 7 ամիս տևած հետազոտական աշխատանքները նաև նոր նախաձեռնությունների առիթ են դարձել։ Այս առումով աչքի են ընկել հատկապես արմատ խմբակների սաները։ Այս ծրագիրը ներկայացնելու հետ մեկտեղ ես պատրաստել եմ վեբ կայք եւ այդ կայքի մեջ մեր կատարած արդյունքներն է զետեղված։ Պետք է այո, հենց առաջին հերթին դպրոցներն իրենք նախաձեռնեն, ոչ թե սպասեն, որ ինչ որ հականեր նախաձեռնեն այս նախաձեռնությունը եւ բերեն հասցնեն դպրոց։ Իրենք պետք է նախաձեռնեն ու աշակերտական ավելի լայն խմբերով, մեծ խմբերով, լայն մասշտաբով կիրառեն նմանատիպ ծրագրերը։ Ծրագրով դպրոցականները ստացել են համապատասխան քիմիական նյութեր և սարքավորումներ, որոնք կարող են կիրառել հետազոտական աշխատանքները շարունակելու կամ բնագիտական առարկաների ուսուցման գործնական աշխատանքներում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։